Դեպքը տեղի ունեցել փետրվարի 28-ին, մինչ այդ տարածքը եղել է Վեդի ամենահին դպրոցի շենքը եւ իրեն եւ իր սրտի համայնքապետին հրավիրում եմ բանավեճի, հրավիրում եմ առերեսման։ Տեսնենք ով է մեր մեջ հիմարը։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր Արմնուրի տաղավարում զրուցելու ենք հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանի հետ։ Տիկին Խաչատրյան, շնորհակալ եմ, որ պատրաստակամություն հայտնեցիք մեր տաղավարում ձեր խնդիրը բարձրաձայնելու։ Նախ կխնդրեմ հիշեցնեք մեր հեռուստադիտողներին ինչ խնդիր է Վեդիում ձեզ պատկանող տարածքում որոշ անչափահասներ նաև երիտասարդներ ձեր տարածքը քանդել ավերել էին։ Դուք ներկայացրեք ինչ խնդիր է, երբ է տեղի ունեցել եւ ինչ է կարծում ովքեր էին այդ երիտասարդները։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ հնարավորության համար, որ կրկին անգամ հարցը կբարձրաձայնենք ու հուսով եմ, որ հարցը պատշաճ ձևով լուծում կստանա։ Տեսեք, այստեղ մինչև երեկոյան խնդիրը ու հրավերը, որ ես ընդունել եմ, լրիվ ուրիշ բանի մասին էի խոսելու։ Այսինքն ապրիլի 20-ին ես հրավիրել եմ մամուլի ասուլիս, որի ժամանակ ներկայացրել եմ Վեդիում տիրող հակաիրավական իրավիճակը։ Դրա շրջանակներում ներկայացրել եմ եւ երեխաների կողմից ավիրված տարածքն ու տեսախցիկների նկարահանված ձայնագրությունները եւ ներկայացրել եմ համայնքապետի կողմից իրականացվող հակաիրավական գործողությունները։ Այստեղ սենց մի չասեմ շփոթմունք, բայց մի բան տեղի ունեցավ։ Ես ավելի շատ չէի կենտրոնանում երեխաների արած գործողությունների վրա, որովհետեւ այսպես էր։ Ես հրապարակել եմ տեսանկարահանված ձայնագրությունները միայն մեկ պատճառով։ Ոչ թե որ ցույց տամ երեխաներին, ցույց տամ թե ինչեր են նրանք անում կամ դեմքերը ֆիքսենք, ոչ։ Մենք նրանց ճանաչում ենք, մենք հանդիպել ենք ծնողներին, այստեղ ամբողջ խնդիրը պետական ապարատի բարձի թողի վիճակն էր, որ դեպքը տեղի ունեցել փետրվարի 28-ին, բայց մինչև օրս ոչ մի իրավական գործընթացներ տեղի չեն ունեցել, որ ասենք լավ, այս հարցին լուծում կտրվի։ Ամբողջ հարցը դրանումն էր։ Ընդհանրապես ասուլիսի մի փոքր հատվածն է նվիրված եղել դրան, բայց ամբողջ հրապարակումները, ամբողջ տեսանյութերը համացանցը ողողված էր միայն այդ կադրերով ու տպավորություն էր, որ ես ասուլիսը հրավիրել եմ միայն դրա համար։ Նորից եմ կրկնում, ոչ ասուլիսի նպատակը համայնքապետի կողմից, կոկորդիլոսագետ համայնքապետի կողմից իրականացրած գործողություններ անօրինական։ Մի փոքր հետադարձ կատարենք, թե տարածքի հետ կապված ինչ հարցեր կար։ Տարածքը նորից եմ կրկնում արդեն ձեր տաղավարում, որ 2009 թվականին վերակառուցվել է հայրիկիս ազգային ժողովի նախկին պատգամավոր Իշխան Խաչատրյանի կողմից։ Մինչ այդ տարածքը եղել է Վեդի ամենահին դպրոցի շենքը 1940-ական թվականներին է եղել կառուցված, երբ դադարել է արդեն որպես դպրոց գործունեություն իրականացնելուց, ծառայել է որպես փախստականների կացավայր։ Դրանից հետո նույնիսկ նվազագույն պայմաններ չունենալու պատճառով այդ մարդիկ դուրս են եկել տարածքից ու տարածքը արդեն դարձել է աղբավայր։
Ես ինքս փոքր չեմ եղել այդ տարիներին ու բավականին տպավորված հիշում եմ, թե ինչպիսի աղբավայր էր բառից բուն իմաստով ու օձերի ու կարիճների բույն, որ այդ տարածքով մարդիկ չէին անցնում վախի պատճառով։ Ու ես հպարտությամբ եմ նշում ու հպարտություն եմ ապրել հենց այդ օրերին, այդ տարիներին, որովհետև ինքս էլ սովորել եմ հենց այդ քոլեջում ու երբ տեսնում էի հին նկարներ ու մենք քոլեջում պատին փակցված անկյուն ունեինք հենց այդ վերնագրով ու հայրս էր վերնագիրն ընտրել լքված կրթօջախի վերածնունդը, որտեղ ցուցադրված էր տարածքի հին նկարները ու նկարները արդեն վերակառուցումից հետո։ Ինձ թվում է այդ մի փոքր ցուցադրումով, այդ մի փոքր անկյունով մենք այդ սերնդի մեջ կրթում էինք, թե մարդը ոնց պիտի լինի, այսինքն ոչ մեր սեփականություն հանդիսացող հողի վրա մենք կառուցել ենք տարածք, գիտակցված, ու երբ մենք մեր ընտանիքում խոսում էինք, որ չէ, որ տարածքը մերը չի, տարածքը սեփական չի, միգուցե գա մի պահ, որը մերը չի լինի։ Վարձակալած եք եղել։ Սեփականության իրավունքով ձեզ չէր պատկանում։ Տարածքը չենք վարձակալել, տարածքը եղել է Վեդի հին դպրոցի շենքը, որը եղել է դպրոցի բալանսում։ Դրանից հետո, երբ արդեն նախաձեռնել է որպեսզի վերակառուցվի ու քոլեջ հիմնվի, բնականաբար քոլեջ հիմնելու համար պետք էր որ լինի ինչ-որ մի համալսարանի բազայում, բալանսում։ Ու եղել է Եվրոպական ակադեմիայի բալանսում, աշխատել է որպես Եվրոպական քոլեջի մասնաճյուղ։ Իսկ Վեդի համայնքապետը Գարիկ Սարգսյանը ինչ կապ ունի այս գործի հետ, որովհետև նաև տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Գարիկ Սարգսյանի նախաձեռնությամբ է այս ամենը տեղի ունեցել, նա ինչ կապ ունի, դուք ինչ հարաբերությունների մեջ եք գտնվում նրա հետ, ձեր ընտանիքները ինչ որ թշնամանք ունեն միմյանց նկատմամբ։ Գարիկ Սարգսյանին ու իր ընտանիքին չեմ ճանաչել, լսել եմ ու հայտնի է դարձել, ճակերտավոր հայտնի է դարձել, որովհետև մարդը ոչ թե պիտի հայտնի լինի պաշտոնով, այլ մարդը պիտի հայտնի լինի իր արած գործերով, արժանիքներով, իսկ այս մարդը հայտնի է միայն իր զբաղեցրած պաշտոնով ու հայտնի է ընդամենը մեկ կոչումով, որ ժողովուրդն է իրան տվել կոկորդիլոսագետ։ Գարիկ Սարգսյանի կապը այս տարածքի հետ։ Ուրեմն բացի քոլեջից, քոլեջը վերակառուցելուց հետո 1 տարի հետո հայրս պետական նշանակություն ունեցող հողի վրա մեր սեփական միջոցներով ու վարկային միջոցներով կառուցում է գրասենյակային տարածք, որը չի լինում մեր տունը, չի լինում մեր համար ինչ-որ բիզնես կենտրոն, որը չի ծառայում ինչ-որ գումար աշխատելու նպատակ։ Ընդհանրապես ծառայում է ժողովրդին ընդունելու ու ժողովրդի հարցերն ու խնդիրները այդ տարածքում լուծելու համար։ Եթե այս պահին մենք պիտի դրա մեջ ինչ-որ վատ բան տեսնենք, որ մարդը կառուցել է տարածք, որտեղ ընդունել է ժողովուրդ ու հարցեր է լուծել, առանց որևէ լում, առանց որևէ կոպեկ ինչ-որ մեկից վերցնելու, գուցե ձեր հոր Իշխան Խաչատրյանի քաղաքական հայացքներով է պայմանավորված այս ամենը, այս ուղղությամբ մտածել եք, ենթադրություններ ունեք, որ ձեր հայրիկի քաղաքական հայացքներով է պայմանավորված։ Եկեք միանշանակ պատասխանեմ, էլի միանշանակ բառով։ Ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում, որովհետև մենք չունենք թշնամիներ, մենք չունենք մարդիկ, ովքեր որ կցանկանան մեզ վնասել, բայց հիմա հարց, ինչի միանգամից այսպես գույքի կառավարման կոմիտեի հետ քննարկումներ են լինում ու ես իմ հասարակական կազմակերպությունով ներկայացնում եմ 5 տարվա զարգացման ներդրումային ծրագիր, այսինքն դրանով մենք եւս շարունակելու ենք ներդրումներ կատարել, չենք դադարելու, այսինքն շուրջ 1.5 միլիոն յուրաքանչյուր տարի ներդրումներ ու ծրագիրը շատ բազմազան էր, այսինքն անվճար կրթություն, աշխատատեղերի հիմնում, այս կարգի գործեր ենք շարունակելու անել։ Մեզ հուսադրում են, որ այո, տարածքը կլինի ձերը, որովհետև մենք ներկայացրել ենք փաստաթղթեր, կազմվել է արձանագրություն, վկայականների համեմատություն հին ու նոր, թե քանի քառակուսի մետր է կառուցվել հայրիկիս կողմից։ Ես երբեք իմ խոսքում չեմ նշել, որ քոլեջը 0-ից կառուցել է հայրիկս, դա եղել է դպրոցի շենքը, որը որ վերակառուցվել է։ Իմ հայրիկի կողմից կառուցվել է շուրջ 250 քառակուսի մետր գրասենյակային տարածք, ու այս ամբողջ հարցը հենց դրա շուրջ է։ Մենք չենք ասում կառավարություն մի նվիրատբերի համայնքին։ Մեր ամբողջ հարցը նա է, որ եթե շենքը դպրոցի շենք է, ուրեմն դա պարտավոր է լինի դպրոցի շենք։ Դա պարտավոր է ծառայի որպես դպրոց։ Այստեղ հարցը նա չի, որ մենք ուզում ենք, որ դա լինի մեր սեփականը, ոչ, մենք չենք ուզում, որ դա լինի մեր սեփականը։ Եթե մենք ցանկանայինք, որ դա լիներ մեր սեփականը, հայրիկիս իշխանության տարիներին դա
շատ հեշտ էր սեփականացնել։ Հիմա այս պահի դրությամբ շենքը ինչի համար է օգտագործվում, կիրառվում։ Շենքը մինչև 2018 թվականը գործել է որպես եվրոպական քոլեջ, բայց իշխանափոխությունից հետո դադարել է գործելը։ Բայց եւ քոլեջը, եւ գրասենյակի տարածքը եղել են մեր տնօրինության ներքո։ Հիմա չի գործում այդ շենքը։ Քոլեջը չի գործում, այո, փակ է։ Դրանից հետո, քանի որ մտել եմ արդեն հրուշակագործության ոլորտ, հիմնել եմ հրուշակագործության արվեստի ակադեմիա, բազմաթիվ միջազգային մրցաշարեր, գործունեությունը Հայաստանում ու էլի նպատակն ու խնդիրը մեկն է եղել ազգայինը, պետականը ու ժողովրդականը ներկայացնել, հաղթել ու Հայաստանի անունը բարձրացնել։ Կարճ ժամանակ մի քանի ամիս ես զբաղեցրել եմ հայրիկիս հիմնած իր գրասենյակային տարածքը, որտեղ որ կատարել ենք այդ գործունեությունը, ունեցել ենք ուսանողներ, ում կրթել ենք ամբողջովին, բոլորովին անվճար ու պատրաստվել են աշխատանքներ։ Նույնիսկ պատին փակցված լոգո ունենք, նախնական վիճակ այդ տարածքը, երբ որ մենք այդտեղ աշխատում ենք, տեսանյութ ունեմ, որ կխնդրեմ ու ձեզ կտրամադրեմ, որ հրապարակվի, որովհետև հիմա արդեն անդրադառնամ երեկվա դեպքերին։ Իմ մամուլի ասուլիսից հետո Վեդի համայնքապետը, Կոկորդիլոսագետ համայնքապետը երևի, չգիտեմ, միգուցե լարված է, որ 2 ամսից ընտրություններ ինչ իրավիճակ կլինի, մոռացել է իմ անունը, մոռացել է հայրիկիս անունը, հրապարակում անում ու իբրև պարզաբանում նշում է, որ հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպության բանախոսը այսպես բաներ ասեց, նրա պատգամավոր նախկին պատգամավոր հայրը Գարիկ Սարգսյանը եւ ինձ է լավ ճանաչում եւ հայրիկիս է լավ ճանաչում, այսինքն կարող է չկաշկանդվի ու շատ ազատ ներկայացնի, բայց հասկանում ենք, որ հասունացել է մի պահ, որ ուղղակի կախվում ենք փրփուրներից, ուրիշ ելք չգիտենք, չունենք։ Ես կուզեմ անդրադառնալ հարցի, որ էլի երեք ա եղել, Գարիկը իմ ասուլիսից հետո իր էջում հրապարակում անում ու նշում է, որ այս գույքի հետ կապված կա դատական վեճ, ես հրապարակումներ, պարականի պարզաբանումներ ու ուզում եմ 2 մեկնաբանություն ընթերցել, որը հենց այդ հոդվածի տակ է գրվում։ Գնել Սարգսյանը, որին կարծում եմ գիտենք ու ինչ ձևով հարցնում է, այսինքն պետական գույքին էլի փչացնում, ճիշտ ենք հասկանում Սարգսյան ջան։ Ու Գարիկը պատասխանում է, պետական գույք, որ նվիրաբերությամբ փոխանցվել է համայնքին։ Ես նշում եմ, փաստում եմ ու կրկնում եմ, որպեսզի ժողովուրդը եւս մեկ անգամ լսի։ Գույքը պետական չի, ներսում եղել է հայրիկիս անձնական, սեփական ու վարկային միջոցներով ձեռք բերված գույք։ Ներսում է եղել նաեւ հրուշակագործների համահայկական միավորման գույքը, շուրջ 4-ից 5 միլիոնի, որը մենք ձեռք ենք բերել մեր սեփական ու վարկային միջոցներով։ Այն վարկային, որը միջև այսօր ես վճարում եմ ու ես այս պահին հպարտությամբ նշում եմ, որ հայրս լինելով ազգային ժողովի պատգամավոր, կարող եմ շատ հանգիստ նշել, որ այն բացառիկ պատգամավորներից է եղել, ով գեթ մեկ լումը չի բերել մեր տուն ու ասել սա պետական բյուջեից իմ վերցրած գումարն է, ոչ։ Իր աշխատավարձը ամբողջությամբ ուղղվել է թե տարածքը բարեկարգելուն, թե ժողովրդի այս խնդրի լուծմանը, թե այն մարդուն օգնելուն, այսինքն ես մեծացել եմ այդ դաստիարակությամբ, ես մեծացել եմ այդ ոգով, թե ես, թե իմ փոքր եղբայրը, որ 8 տարեկանից սկսած տեսնելով պետությունում տիրող իրավիճակը հարցազրույցներ է տալիս ու ասում է, որ ես կլինեմ առաջին մարդը, ով կկանգնի եկեղեցու կողքին, այսինքն մեր ընտանիքը դա է, չէ՞ որ երեխաներն ընտանիքի հայ լինեն։ Ու այս պահին թե ես, թե իմ եղբայրը մենք կանգնած ենք թե պետության, թե ժողովրդի, ազգի ու եկեղեցու կողքին ու թույլ չենք տա որևէ մեկը, ով ուզում է լինի, չեմ ուզում նշեմ պաշտոններ, չեմ ուզում հիշեմ ասուլիսի ժամանակ արդեն ասել եմ, ոչ մեկ չի կարա եկեղեցին Չուլանի հետ համեմատի, որովհետև Չուլան դարձնող, եթե կդարձնեն, իրենք են լինելու, բայց հայ ազգը թույլ չի տա, որ իրենց կողմից թե եկեղեցին դառնա Չուլան կամ մեր սրբավայրերը մարտական դիր կապականվի, դպրոց ապականվի։ Իրավական գործընթացին, հա, անդրադառնանք տարածքի այս ինչ փուլում է գտնվում հիմա, ինչ եք պատրաստվում դուք անել։ Ես մի կարճ հաջորդին էլ, որովհետև փոխկապակցված է արդեն երեխաների տեսանյութի հետ, հաջորդ մեկնաբանություն, իսկ որևէ մեկը պատասխանատվության ենթարկվել է։ Ես ապրիլի 20-ին նշել եմ, որ որևէ իրավական գործընթաց տեղի չի ունեցել, բայց Գարիկ Սարգսյանը հաջորդ կոմենտում պատասխանում է իհարկե։ Ես պահանջում եմ Գարիկից, որ հրապարակի
թե ով է պատասխանատվության ենթարկվել։ Ուր են պատասխանատվության ենթարկվող անձինք, թեկուզ երեխաներ, մարդիկ ուր են, ովքեր են։ Այսինքն դատական գործը չկա առ այս պահ։ Երեխաների այդ ընդհանուր ոճրագործությունը ես դրան որակում, որովհետև ներսում երկու գերբ է վնասվում, իրականում այդ ոճրագործության հետ կապված բացարձակ ոչ մի պատժվող, ոչ մի մեղավոր այս պահին դեռ չի ճանաչվելու։ 3 տեսանյութ է հրապարակում, որտեղ ցույց է տալիս փետրվարի 6-ին իրենք ներս են մտնում մեր տարածք, դռները կոտրելով, բացելով, մտնում են տեսանկարը հանելով հեռախոսով, որպեսզի ինչ ցույց տան ներսում ինչ է կատարվում։ Երբ որ ես տեսանյութը հրապարակեցի, բոլորս պարզ տեսնում ենք, թե ներսում երեխաներն ինչ են անում։ Էլի եմ կրկնում, մեր խնդիրը երեխաների հետ չի։ Մեր խնդիրը այն է, թե պարզենք ով է արել, ինչու է արել ու ում ուղղորդմամբ է դա արվել։ Իսկն ցույց է տալիս, որ երբ որ մենք մտել ենք այդ տարածք արդեն գերբը, որը որ պատին էր վնասված է եղել, մի կարճ դրա մասին եմ խոսելու։ Արցախի մեր տեղահանված հայրենակիցները, երբ եկան Հայաստան, ուզում նախ փառք ու պատիվ բերել ու խոնարհումս բերել մեր զոհված հերոսների շիրիմների առաջ ու մեր Արցախի հայրենակիցներին ասեմ, որ ուժեղ լինեն, որովհետև հաստատ հետ են գնալու ու իրենց տները նորից շենացնելու են։ Արցախը մերն է եղել ու մերն է լինելու։ Վեդիում ապրելու պայմաններ չունեին ու տեղավորվել են քոլեջի շենքում։ Այն շենքում, որը որ հայրս էր վերակառուցելու, երբ որ արդեն դուրս են եկել տարածքից, հստակ չեմ կարող ասել 1-2 ամիս հետո, տարածքը հոսանքազրկվել է։ Տարածքը հոսանքազրկվելուց հետո արդեն ներսում տեղադրված մեր տեսախցիկները չեն աշխատել։ Դրանից հետո արդեն քանի որ հոսանքը չկար, տեղադրվել է արևային պանելով տեսախցիկ։ Տեսախցիկը տեղադրվեց հատուկ պատճառով, որովհետև ներսում արդեն կային որոշակի վնասված գույք։ Տեսախցիկները տեղադրվելուց հետո արդեն իրենք տարածք են մուտք գործում, արդեն տեսնում ենք ինչ որ կա։ Ու ես խնդրում եմ, ես պահանջում եմ իրավապահ մարմիններից կատարել պատշաճ հետաքննություն, կատարել հավուր պատշաճի, որպեսզի մեղավորները գտնվեն ու մեղավորները պատժվեն։ Պիտի հասկանանք, շատ տարբերակներ կա, մատնահետքեր, փորձագիտական ինչ-որ ձևեր, իրավական մարմինների գործառույթն է դա ու ես ոչ թե այս բանը խնդրում, ես պահանջում եմ։ Եվս մի հավելում եմ անելու այս ամենին, ուրեմն Գարիկի պարզաբանումից հետո, երբ տեղադրվում է իր էջում, Լուսարատ գյուղի դպրոցի տնօրենը առանց ամոթ հանելու, որ կարող է վիրավորի երիտասարդ աղջկա, կարդում է մեկնաբանությունը, այդ հիմարը, որ դպրոց էր ներկայացնում, հիմա ասելիք չունի, նախ հիմար չեմ ուզում ինչ-որ մեկին անվանեմ վիրավորեմ, բայց դրա իրավունքը ունեմ, եթե գիտելիքներով պիտի չափենք մեր իմացության մակարդակը եւ իրեն եւ իր սրտի համայնքապետին հրավիրում եմ բանավեճի, հրավիրում եմ առերեսման, տեսնենք ով է մեր մեջ հիմարը, տեսնենք ով ավելի շատ գիտելիքների մակարդակ ունի։ Այս հիմարը անվանում մի աղջկա, ով իրեն շատ լավ է ճանաչում ու հիմար անվանողը, ով մի քանի կուսակցական ճամբարափոխություններից հետո հայտնվում է իշխանության մեջ, ինչ ենք ուզում այդ մարդուց։ Եվ վախենում եք, փորձում եք մեկնաբանություններով մի հատ պլյուս ավելացնեք։ Ինչի համար։ Ես գիտեմ իմ իմացության մակարդակը, ես ծանոթ եմ իմ գիտելիքներին, ես ծանոթ եմ նաև վեդիում ու վեդի համայնքում գրեթե բոլորին, այնպես որ թույլ մի տվեք, որ ավելի շատ ծավալվեմ ու թույլ մի տվեք, մի ստիպեք, որ կոռեկտության սահմաններից դուրս գան, որովհետև կան գծեր, որոնք ուղղակի չի կարելի հատել, բայց գալիս է մի պահ, որ արդեն գծերը հատվում են։ Ես պահանջում եմ, որ մեղավորները գտնվեն ու մեղավորները պատժի արժանանան։ Պատժի արժանանան, ես մեր գույքային վնասը թողնում եմ մի կողմ։ Ինձ համար կարևորը մեր խորհրդանիշ գերբերն են։ Տեսանյութը, որը որ ես դες տրամադրելու եմ հրապարակվելու է, շատ պարզ երևում է շենքի ու ընդհանուր նախնական վիճակ, ինչ աշխատանքներ կա ներսում, պարզ երևում են գերբերը, ինչ վիճակում են եղել ու ես խնդրում եմ ձեզ էլ, բոլոր լրատվամիջոցներին ու լրագրողներին, այս հարցը չպիտի թողնենք ուղղակի օդում կախված մնա։
մենք պիտի հասնենք արդարություն։ Շնորհակալ եմ Տիկին Խաչատրյան, մեր հարցերն այսքան են, եթե ավելացնելու այլ հարցեր ունեք, թեմաներ ունեք, խնդրեմ։ Ես նորից կարճ արդեն կցանկանամ անդրադառնալ, էլի ոնց որ շատ ենք պատտվում իր շուրջ, բայց մեր կոկորդիլոսագետ բարեկամը երեք հրապարակված պարզաբանման մեջ նշել է, որ միգուցե ասուլիսը հատուկ էր հրավիրված իրենց ալիբի ապահովելու համար, որովհետև իրենք գիտեին, որ ապրիլի 10-ին մենք դիմել ենք հակակոռուպցիոն։ Միթե մենք կարող ենք իմանալ հակակոռուպցիոնից, որ դիմել են իրենց, եթե մենք չենք ստացել որևէ ծանուցում։ Ինչ ես, եթե նախաքննական ինչ-որ բան կա, ես հրապարակում նախաքննական գաղտնիք։ Դիմել ես, լավ ես արել, թող պարզեն, ես, իմ հայրը, իմ ընտանիքը այնքան հանգիստ ենք, այնքան ուրախ ենք, որ նախաքննություն կգնա, հակակոռուպցիոնը կուսումնասիրի գործ ընդհանուր քննություն կգնա, ու մենք մեր գլուխը բարձր ու հպարտորեն դուրս կընկանք այդ գործից ու նորից մեկ անգամ եւս կփաստենք, որ մենք չունենք պետական միջոցներով գնված որևէ տուն, որևէ մեքենա, որևէ հողամաս։ Ընդհակառակը մենք մեր միջոցներն ենք մշտապես ներդրել, որպեսզի պետականը զարգացնենք ու գիտակցված ենք դա արել ու շարունակում ենք անել ու շարունակելու ենք անել, որովհետև մեր արյան մեջ այդ հայրենասիրությունն է, այդ ազգային արժեքները կրողն ենք մենք։ Շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր զրուցակիցը Հրուշակագործների համահայկական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Արփինե Խաչատրյանն էր։